Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք մեր երկիր հաղորդաշարը։ Խորհրդային իշխանության տարիներին արցախյան որոշ լեռնային բնակավայրեր, ի նկատի ունենալով նրանց բնակլիմայական պայմանները, տեղափոխվեցին ավելի նպաստավոր հարթավայրային պայմաններ։ Ինչպես օրինակ Ասկերանի շրջանի Նորագյուղը, Մարտունու շրջանի Աշանը, իսկ Հադրութի շրջանում այդպիսի տեղափոխման ենթարկվեց Քոչբեկ գյուղը, այժմյան Այգեստանը։ Այժմ մենք գտնվում ենք Քոչբեկ գյուղում, որը զբաղեցնում է բավականին մեծ տարածություն, սակայն այսօր բացառությամբ եկեղեցու կանգուն շինությունից պահպանվել են միայն ու միայն տների փոսորակները։ Ըստ Մակար եպիսկոպոս Բարխոդարյանցի, նա նշում է, որ Քոչբեկը բնիկ է, հողը եղել է բեկական, բավականին բնակչությունը հիմնականում զբաղվում էր հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ, ունեին բավականին երկար կյանք։ Ըստ ավանդության Քոչբեկի բնակչության մի մասը եկել է Ջրաբերդ գավառից։ Քոչբեկը հիմնականում փոքր բնակավայր էր համեմատաբար եւ նույնիսկ ավանդությունը պատմում է, որ այստեղ փոքր բնակավայր եղել ընդամենը 7 ընտանիք, այնուհետեւ այստեղ իշխող բեկը, որին պատկանում էր գյուղը, Ջրաբերդ գավառից բնակչություն է բերում, որպեսզի գյուղը բազմամարդ դառնա։ Ընդհանուր առմամբ, որ գյուղի փոքր լինելու մասին վկայում են նաև արդեն 19-րդ դարի գրավոր աղբյուրները, մասնավորապես 1850 թվականին Ղարաբաղի թեմի Էջմիածնի հոգևոր սինոդին ներկայացրած հայկական գյուղերի բնակչության, Արցախի հայկական գյուղերի բնակչության մեջ Քոչբեկի նշվում է, որ ընդամենը գյուղում ապրում է 31 բնակիչ, 1885 թվականի տվյալներով այդ թիվը հասնում է 145-ի, նույն թիվն է հիշատակում նաև 1890-ականներին գյուղ այցելած Մակար եպիսկոպոս Բարխոդարյանցը, արդեն 1917 թվականի արամայիսի տվյալներով գյուղում ապրում էր 334 մարդ։ Գյուղի տեղափոխությունը տեղի է ունեցել 1968-69 թվականներին, հին Քոչբեկի միակ կանգուն վկան նրա վերին հատվածում գտնվող, գյուղի վրա գերիշխող դիրքում գտնվող Սուրբ Հարություն եկեղեցին է։ Եկեղեցին Քոչբեկը քահանա չուներ, այլ քահանան գալիս էր Մակար Բարխոդարյանցի Հադրութ ավանից։ Սուրբ Հարություն եկեղեցին միանավ բազիլիկա է, հողածածկ, եւ մուտքը հարավից է, ի նկատի ունենալով տեղանքի բարդությունը մուտքը
կառուցել են հարավից, այլ ոչ թե արևմտյան կողմից, կառուցված է հիմնականում կոպտատաշ քարերով, մուտքի բարավորը, ինչպես նաև լուսամուտների եզրամասերը եւ երկկենտրոն կամարների մույթերը կառուցված են հիմնականում սրբատաշ քարերով, ցավոք սրտի մույթերի ստորին հատվածները այժմ գտնվում են ավերակված վիճակում։ Եկեղեցու պատուհանները բացվում են արևելյան, հարավային եւ արևմտյան կողմերից։ Սուրբ Հարություն եկեղեցու մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ ունի միայն հյուսիսային պատից է բացվում միակ ավանդատունը։ Ցավոք սրտի բեմը չի պահպանվել, գտնվում է ավերակված վիճակում։ Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։ Սուրբ Հարություն եկեղեցու մուտքի բարավորի վրա պահպանվել է կառուցման արձանագրությունը, ըստ որի եկեղեցին կառուցվել է 1741 թվականին Մելիք Եգանի իշխանության մելիքության տարիներին, նշվում է Իսայի բեկի եւ Սարդար բեկի անունը, նրա կողակից Գյոզալի անունը, սա ցույց է տալիս, որ Քոջբեկը եղել է Դիզակի իշխանության կազմում եւ նույնիսկ ամենափոքր բնակավայրում Մելիք Եգանի իշխանության կառավարման տարիներին կառուցվել են եկեղեցիներ։ Նաեւ արձանագրություններ կան եկեղեցու մուտքի սրբատաշ քարերի վրա։
Քոչբեկի անմիջապես դիմացը գտնվում է Նորաշեն գյուղը։ Նորաշենը ըստ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի հիմնականում բնակիչները եղել են բնիկ, մի մասն էլ գաղթած են եղել Պարսկաստանի Ղարաբաղ նահանգից, հողը եղել է բեկական, Նորաշենը նույնպես փոքր բնակավայր է եղել, 1850 թվականին այստեղ ապրում էր 185 բնակիչ, 1885 թվականին նշվում է 165 թիվը, իսկ 1917 թվականի տվյալներով այստեղ ապրում էր 207 բնակիչ։ Գյուղը խորհրդային իշխանության տարիներին հետո լքվել է եւ մեծամասամբ այստեղ սկսել էին բնակվել ադրբեջանցիներ։ Գյուղի հին Նորաշենի հարավ-արևմտյան սարալանջին է գտնվում հին Նորաշենից մնացած միակ կանգուն հուշարձանը, դա հին Նորաշենի Սուրբ Մեսրոպ եկեղեցին է։ Եկեղեցին միանավ բազիլիկ է ուղղանկյուն հատակագծով, կառուցված է հիմնականում կիսամշակ տեղական քարերով, մուտքը արևմտյան կողմից է, սրբատաշ քարերով է կառուցված, այժմ կիսով չափ թաղված է հողի մեջ, մուտքի բարավորի վրա ունի խաչաքանդակ եւ թվակիր արձանագրությունը 1892-ին։ Մակար Բարխուդարյանցը նշում է, որ ինքը եկեղեցին տեսել է կանգուն վիճակում, սակայն դեռևս օծված չի եղել։ Եկեղեցին ունի կիսաշրջան խորան, որի երկու կողմերից բացվում են ավանդատները, ունի 5 լուսամուտ, որը բացվում են 3 արևելյան, մեկական արևմտյան եւ հյուսիսային կողմերից։ Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին ենթարկվել է բավականաչափ ձևախեղումների, նախ սկզբում ծառայել է որպես պահեստ, որոշակի ձևափոխությունների ենթարկվել, իսկ գյուղը հայաթափվելուց հետո այստեղ
կառուցվել է բանրի գործարան, ներսում կատարելով տարբեր տեսակի ձևափոխություններ, որի պատճառով խեղվել է եկեղեցու ներքին տեսքը։ Նաև որոշակիորեն վնասվել է տանիքը պահող երկկենտրոն կամարները։ Այսպիսով, սիրելի հայրենակիցներ, ավարտեցինք մեր հերթական հաղորդումը, ցտեսություն, միշտ նոր հանդիպում, պահպանեք մեր հուշարձանները։